Հայոփնի եթերում Ռինյուզի ժամը 17-ի թողարկումն է, ես Անի Հովանիսյանն եմ, բարև ձեզ։ Ազգային ժողովը հավանություն է տվել բյուջե 2026-ին խորհրդարանական մեծամասնությունը կանաչ լույս է վառել գալիք տարվա գլխավոր տնտեսական փաստաթղթին 62 կողմ, 27 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով։ Խորհրդարանը նաեւ հավանության է արժանացրել առողջապահական ոլորտի բարեփոխումները եւ ընդունել համընդհանուր ապահովագրության օրենքը։ Ազգային ժողովը մինչեւ այդ քննարկել է կառավարության ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը։ Դրանով հիշեցնենք նախատեսվում է զինծառայության ժամկետի կրճատում 6 ամսով։ Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 17-ամսյա ծառայության ժամկետով։ Դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադառնալով լուրին, որ Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենի ահազանգին, թե ԱԱԾ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել, որ Կիրակի կայանալիք պատարագի ժամանակ վեհափարի անունը չհնչեցնի, վարչապետը խոստովանել է, որ ինքը գնում է այն պատարագներին, որտեղ իր բառերով Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Ասում է պատարագից առաջ, որին ինքը պետք է մասնակցի, խնդրում են հաշվի առնել այս փաստը։ Ճշտող հարցին կաթողիկոսի անունը հնչեցնել ինչով է սպառնում անվտանգությանը, Փաշինյանը պատասխանել է, որովհետև Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգության համար։ Եթե ես որևէ եկեղեցի պետքա գնամ պատարագի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ եւ այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում եկեղեցում իրականացում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Սա ոչ մի նորություն այստեղ չկա։ 27 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին։ Հոգեվորականները անընդունելի եւ վտանգավոր են համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ, ինչպիսի պատճառաբանությամբ էլ այն պայմանավորված լինի։ Նրանք համոզված են համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնեն իշա հայոց Սուրբ եկեղեցու։ Բարձրաստիճան հոգեվորականներն իրենց հայտարարություններում մեջբերել են հատված Աստվածաշնչի Հռոմեացիներին թղթից։ Հեռու մնացեք նրանցից, ովքեր պառակտում են, գայթակղություն են առաջ բերում հակառակ այն վարդապետությանը, որ դուք սովորեցրիք։ Հեռու մնացեք նրանցից։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական ժողովական իրավասու մարմինների միջոցով, համաձայն մեր Սուրբ եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։ Անհանդուրժելի եւ դատապարտելի ենք նկատում պատարագի սրբազան արարողության ընթացքում ամենայն հայոց հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը, որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որը եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։ Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը հայտարարություն է տարածել շեշտելով, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու օրինական, կրոնական եւ լիիրավ գահակալն է։ Ըստ նրա կաթողիկոսական հանգամանքին առնչվող ցանկացած հարց կարող են քննել միայն այն մարմինները, որոնք սահմանված են եկեղեցական օրենքներով եւ հրապարակային անկշիռ խոսքը եւ չփաստարկված մեղադրանքները ոչ մի կանոնական հետևանք չեն կարող ունենալ, բայց կարող են մեծ վնաս հասցնել մեր եկեղեցու միասնությանը։ Վերջին օրերին հանրային դաշտում շրջանառվող տարատեսակ կարծիքներն ու մեղադրանքները հիմնված ոչ ամբողջական տեղեկությունների կամ սոցիալական միջավայրում տարածված չստուգված խոսքերի վրա չեն կարող եւ չեն լիազորում որևէ մեկին կասկածի տակ դնել հայ եկեղեցու հայրապետի իշխանության օրինականությունը։ Հայրապետի հասցեին հնչող դատողությունները եւ հիմնված են ոչ թե փաստերի եւ եկեղեցական կարգի, այլ հուզական արձագանքների ու օրվա տրամադրությունների վրա չեն կարող համարվել լուրջ գնահատում։
Կառավարությունն իր այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 52 հարց, որից չի զեկուցվել 49, ևս մեկ հարց գաղտնի է։ Կառավարությունը հավանության է տվել մի շարք առանցքային որոշումների, որոնցից է ցեմենտի ներմուծման վրա ժամանակավոր 6 ամսյա սահմանափակում կիրառելու որոշումը։ Ըստ կառավարության այս քայլը նպատակ ունի պաշտպանելու տեղական արտադրողներին, որոնց արտադրության ծավալները զգալիորեն նվազել են ներմուծման աճի պատճառով, որը 2024 թվականին կազմել էր 47%։ Քննարկվում է նաև կառավարության առաջարկը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից 17 ամսի կրճատելու մասին։ Եթե նախագիծն ընդունվի, ապա 17-ամսյա ծառայությունը կկիրառվի 2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած, զորակոչված քաղաքացիների նկատմամբ պայմանավորված պայմանագրային զինծառայության գրավչության բարձրացմամբ։ Այս տարվա բյուջեի ավելացած հատվածը համեմատած 2017 թվականի հետ ավելի է, քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն։ Այդ գումարները ծախսել եւ ջանք գործադրել, որ դրանք արդյունավետ ծախսվեն, դա էլ է աշխատանք։ Եվ այդ աշխատանքն էլ տրամաբանորեն էլի կրկնակից ավելացել է։ Հետևաբար 2025 թվականին 2017 թվականի համեմատ պետական բոլոր մարմինները 4 անգամ ավել են աշխատում։ Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա, որտեղ նա մասնակցել է ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովի պաշտոնական բացմանը։ Նախարարը Վիեննա է մեկնել Բրյուսելից, որտեղ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Եվրամիության բարձր պաշտոնյաների հետ։ Միրզոյանը Վիեննայում շփումներ է ունեցել Թուրքիայի եւ այլ մասնակից երկրների պաշտոնակիցների հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասի հայտարարությունները, թե Եվրամիությունը 15 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի դիմադրողականությունը Ռուսաստանի նկատմամբ բարձրացնելու համար երկրի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի խոսքերը, թե Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ դիվերսիֆիկացիայի ամրապնդման գործում, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Կան բրյուսելյան վամպիրներ, որոնք սողոսկում են սովորական մարդկանց վրա եւ ասում, եթե ուզում եք մենք ձեզ կկծենք եւ դուք կդառնաք մեզ նման։ Դուք չեք տեսնի ձեր արտացոլանքները հայելու մեջ, կվախենաք արևի լույսից, ձեզ էներգիայի կարիք չի լինի եւ այլն։ Ռուսաստանցի դիվանագետն ասել է, որ Եվրամիությունը փորձում է ցանկացած միջոցով խաթարել ավանդական փոխշահավետ եւ փոխադարձ հարգանքի արժանի գործընկերությունը Հայաստանի տնտեսության համար կարեւոր, այդ թվում նաեւ էներգետիկ ոլորտում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Կատարի պետության մայրաքաղաք Դոհա, որտեղ Դոհա ֆորումի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ կմասնակցի Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն, Վաշինգտոնյան համաձայնագիրը եւ համատեղ ապագան թեմայով պանելային քննարկմանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներում կշնորհի Տեխասցի դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարին, որին անցյալ տարի մեղադրանք էր առաջադրվել կաշառակերության եւ փողերի լվացման մեղադրանքներով։ Հենրի Կուելյարը նրա կինը Իմելդան մեղադրվել են Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերությունից եւ անանուն մեքսիկական բանկից մոտ $600,000 կաշառք ստանալու մեջ։ Արդարադատության նախարարության առաջադրած 14 կետից բաղկացած մեղադրանքից շրջանային դատարանը մերժել է դրանցից ընդամենը 2-ը։ Օտարերկրագործակալների գրանցման մասին օրենքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս փող չի ծախսի Ուկրաինային օգնություն տրամադրելու վրա։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Վաշինգտոնը անհրաժեշտ ամեն ինչը վաճառում է ՆԱՏՕ-ին, որն էլ այն փոխանցում է Ուկրաինային։ Մենք ոչ մի սենտ չենք ծախսում, մեզ չեն թալանում, ինչպես Բայդենի օրոք։ Բայդենը բոլորին անհատույց բաժանեց մեր ունեցածը, ասել է պետության ղեկավարը։ Մինչ այդ Թրամփը պնդում էր, թե նախկին նախագահ Բայդենը $350 միլիարդ բաժանել է քաղցրավենիքի պես, եւ Կիևը օգնության մեծ մասը ստացել է կանխիկ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը դեռևս հեռու է կարգավորումից, քանի որ Մոսկվայի եւ Կիևի պայմանները դեռևս անհամատեղելի են։ Գուտերեշը կարծիքի հայտնել, որ խնդիրը դեռևս հեռու է լուծումից։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Կոնստանցիայի մոտակայքում ուկրաինական ծովային անօդաչուի վնասազերծման մասին, իսկ ռուսական ուժերը հայտարարել են Զապորոժիեի մարզում Չերվոնե գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Սև ծովում Ռուսաստանի հետ կապված լցանավերի վրա վերջին հարձակումները որակել է որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար, քննարկելով իրավիճակը ՆԱՏՕ-ի եւ դաշնակիցների հետ։ Զուգահեռաբար Ուկրաինային պատերազմի պատճառով խորանում է ժողովրդագրական ճգնաժամը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում նախագահ Սի Ցինպինի հետ ստորագրել է համագործակցության փաստաթղթեր, կոչ անելով վերականգնել արդար տնտեսական հավասարակշռությունը Եվրոպայի եւ Չինաստանի միջև։ Մակրոնն ընդգծել է կանոնների վրա հիմնված գլոբալ կառավարման կարևորությունը եւ հայտնել Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցում Պեկինի աջակցության ակնկալիքը։ Այցը կեզրափակվի Չենդու քաղաքում նախատեսված երկու առաջնորդների հանդիպումով։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է Թրամփի հետ ունեցած կառուցողական հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում ըստ լուրերի քննարկվել է նաև նրա հրաժարականի հնարավորությունը անվտանգության երաշխիքների դիմաց։ Չնայած այս դիվանագիտական շփումներին Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական ուժեր կենտրոնացնել Պուերտո Ռիկոյում, մեծացնելով ճնշումը տարածաշրջանում։ Քաղաքական այս զարգացումներին զուգահեռ հարյուրավոր վենեսուելացիներ հատուկ չվերթներով հայրենիք են վերադարձել Միացյալ Նահանգներից եւ Մեքսիկայից։ Գազայի Խան Յունիս քաղաքում իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 5 պաղեստինցի, ինչը Համասը որակել է հրադադարի խախտում, իսկ Իսրայելը դա ներկայացրել է որպես պատասխան գործողություն Ռաֆահում իր զինվորների վրա հարձակման։ Լարվածությանը զուգահեռ պաղեստինյան խմբավորումները Կարմիր խաչին են փոխանցել ենթադրաբար իսրայելցի պատանդի մարմին, ինչը կարող է ամբողջացնել Միացյալ Նահանգների նախագահի խաղաղության ծրագրի նախնական փուլի առանցքային պայմանները։ Միևնույն ժամանակ մասնագետները եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել են պատերազմի ընթացքում ավերված մշակութային ժառանգության, այդ թվում Մեծ Օմարի մզկիթի փրկության բարդ գործընթացը, չնայած ռեսուրսների սղությանը։ Հոնկոնգի իշխանություններն անհապաղ կարգադրել են հեռացնել վերանորոգվող շենքերի շինարարական ցանցերը, քանի որ հենց դրանք են նպաստել անցյալ շաբաթ տեղի ունեցած խոշոր հրդեհի տարածմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 159 մարդ։ Որոշման արդյունքում քաղաքում դադարեցվել են վերանորոգման աշխատանքները, մինչև անվտանգության նոր ստանդարտների հաստատումը, իսկ ոստիկանությունը հետաքննության շրջանակում արդեն ձերբակալել է 21 անձի։ Մասնագետների գնահատմամբ բնակելի համալիրում բռնկված աղետալի հրդեհի հիմնական պատճառները եղել են անորակ պլաստիկ ցանցերն ու մեկուսիչ նյութերը, ինչպես նաև հակահրդեհային համակարգի անսարքությունը։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Թելեգրամի իր ալիքում գրել է, որ եթե Եվրամիությունը որոշի Ռուսաստանի սառեցված ակտիվները ուղղել Ուկրաինային տրամադրվող ռեպարացիոն վարկին, ապա Մոսկվան դա կարող է դիտարկել որպես պատերազմ հայտարարելու օրինական հիմք, եւ այդ դեպքում այդ միջոցների վերադարձը կարող է տեղի ունենալ արդեն ոչ թե դատարանով, այլ իրական ռեպարացիաներով, որոնք կվճարեն Ռուսաստանի ջախջախմանը ենթարկված թշնամիները։ Մեդվեդևը հերթական սպառնալիքով հանդես է եկել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը նախապատրաստել է Ուկրաինայի ռեպարացիոն վարկ տրամադրելու պլան, որի մեջ ներառվել են Եվրամիության երկրներում սառեցված ռուսական ակտիվները։ Պլանը նախատեսում է Կիևին մոտ 210 միլիարդ եվրո տրամադրել, որից 140 միլիարդը կհանվի Ռուսաստանի կենտրոնական բանկի բելգիական դեպոզիտայում գտնվող հաշվից։ Ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ը եւ տեղեկացրել, որ մեկ օրում բացահայտվել է 121 հանցագործություն։ Դեպքերից 13-ը վերաբերում է թմրենյութի հայտնաբերմանը, 7-ը մարմնական վնասվածք պատճառելուն, 6-ը խարդախությանը, 4-ը անձնական ունեցվածքի գողությանը, 3-ը խուլիգանությանը։ Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Անցած 24 ժամում գրանցվել է 17 ավտովթար, 24 մարդ վնասվածքներ է ստացել։ Գորիսի պետական քոլեջի նոր ղեկավար նշանակված Արմինե Կոլյանը ոստիկանական ուժերի օգնությամբ մտել է Գորիսի պետական քոլեջ։ Նրա հորդորը դասախոսներին եւ ուսանողներին ներս գալու եւ զրուցելու առայժմ մերժվում է, գրում է Սյունյաց երկիր թերթը։ Դասախոսներն ու ուսանողները պնդում են իրենց պահանջը, իսկ ոստիկանները Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ զբաղված են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի պաշտպանությամբ, հիշեցնեն, որ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով տնօրեն Կարեն Լազարյանի պաշտոնակությունից հետո աշխատակազմն ուսանողները բոյկոտ էին հայտարարել նոր տնօրենին։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ից 8-ին հանրապետության լեռնային շրջանները, հատկապես կենտրոնական հատվածները եւ Վայոց ձորը վերջապես կառնեն երկար սպասված ձյան կարոտը։ Այդ օրերին օդի տաքությունը կնվազի 2-ից 5 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 29-ը, հետևեք մեզ։